Երրորդ ամենքից ամսադրանքան կասկածին 17-րդ հետո կողմից Սարաշի կողմից այդ համարը օգնավոր շարունակություն դարձնենք եկեղեցու անդամների մասնախոսքը եթե մի անդամ լավ վիճակի մեջ է բոլորս ուրախանում եթե վատ վիճակի մեջ է դժվար վիճակի մեջ է պետք է տխրեն պետք է ողոտ կանեն պետք է հետևեն ասո խոսքը այդ ասում բայց մենք երևի նրանձեր լավ չենք վարժեցնում դրանից, որ իսկապես այն աստվածային սերը, որ մեր մեջ կա, ուրեմն պակաս է որոշ չափով, դրա համար ուրախացողների հետ պետք է ուրախանաս, նաև շեշտ բացողների մնացես, սա հիշեցնում ասենք, որ իսկապես տեսնում ես այդ տկարություն կա, դու պետք է մտածես, որ այդ տկարություն ասենք քո ընտանիքի մեջն է, քո մեջ է, ինչքան ես ցավ քաշում դրա համար Որստուն ներկայացնում պարգևների մասին, բայց պարգևները վերցնում ենք երկերի վրա է, որ հավատացյալ մարդիկ պետք է ամրանան հավատքի մեջ, երկինք մտնող այս պարգևներից ոչ մեկը չի մտնում երկինք։ Երկերի վրա Աստված հնարություն ստեղծեց, ոմանց տվեց մարգարեներ, ոմանց առաքյալներ, բժշկության պարգևներ, զորություններ, կառավարություններ եւ այլն, վերջապես լեզուներ, թարգմանություններ Սրանք արվես, որպեսի եկեղեցու անդամները երկրի վրա ոնց որ ամրանան։ Տեսեք, ասենք առաքյալների ժամանակով ինչ կատարվեց, որ առաքյալների մյուսը հրաշքների գործում մարդիկ տեսնում էին դարձ են գալի։ Անգամ այն վստահությունը ունեին, որ Պետրոս առաքյալը դուրս էր գալի, մտածում էին սպասender հիվանդներին դրենք ընդեր, գոնե Պետրոսի շուքը նրանց մեկի վրա անգելի որ բժշկվի։ Այսինքն մարդկանց մոտ այդ հավատքը արդեն կարելի ասենք կատարել է դարձել։ Բայց իհարկե մենք շատ դեպքում ոչ թե Պետրոսի հովին ենք նայում, Քրիստոսին նայում ենք ու աղոթք ենք անում ու ինչ որտեղ չենք հասնում ի նպատակի։ Ինչի համար որտեղ այսօր ամեն անձը պետք է քննի իր վիճակը։ Պետք է քննես քո վիճակը իսկապես մարմնավոր է, հոգևորից կարողանում ես տարբերել թե չէ։ Կամ այս պարգևները երկրի վրա մարմնավոր եկեղեցու շինության համար, բայց որոշը ներկայացնում է ես ձեզ ցույց տամ ավելի գերազանց, ավելի անտիր ճանապարհ, այսինքն սրանք իրանց տեղը թողնում է եկեղեցին, բայց ես ձեզ ուզում եմ ցույց տամ ավելի գերազանց ճանապարհ։ Եվ դա ներկայացնում է սիրո մասին, ներկայացնում է վիճակների մասին, որ մարդ ես երկրի վրա թեկուզ քո հետ կատարվի նշաններ, հրաշքներ, մարգարեություններ եւ այլն, վերջապես թեկուզ անգամ ներկայացնում որ մարմինից էլ տամայլել ունեցածս բաժանեմ աղքատներին, բայց սեր չունի, ես ոչինչ չեմ։ Այս մասին շատ են զրուցել եկեղեցում, ասենք մարդ այսօր չպետք է բավարարվի մի բանով, շատ անգամ ես ասել եմ։ Եթե այսօր սրտանց դու ողորմություն ես անում, փառք Աստծո։ Բայց մի մտածի, որ դրանով արդեն ամեն ինչ սահմանափակվեց։ Դրանով սահմանափակվեց։ Սուրբ Հոգու պատողները կա, Աստված քեզ սովորացնում է այն ընթացքը, որ դու ընթացքը ինչ պետք է մտնես, ոչ թե բավարարես նրանով, ես սրտանց ողորմություն եմ անում, հետո հերիքա։ Այն մեկը սրտանց մի ուժ գործանում, այս հերիքա։ Չէ, հերիք չի, հոգևոր մարդու համար ամեն խոսքը պարտադիր է, որ ամեն խոսքի մեջ մատնի ինքը եւ այդ խոսքը իսկապես ընդունի իր մեջ ու քայլի այդ խոսքի համաձայն։ Սա է որ իսկապես ասողությունը պետք է լինի եւ Աստված պետք է գործի քո հետ, նաեւ քո աղբները պետք է լսվի։ Ուրեմն 13-րդ գլուխը, ասենք 12-ի վերջին չասում, բայց դուք նախանձավոր եղեք լավագույն պարգևների։ Եվ ես ավելի գերազանց ճանապարհ ցույց տամ ձեզ։ Ուզում ասել այդ պարգևները որ գետի գերազանց ճանապարհ չի։ Այդ ընդհանրապես երկրի վրա շինության համար է։ Ես հիմա ավելի գերազանց ճանապարհ եմ ցույց տալիս եւ բացատրում եմ Պողոս առաքյալը, ասում եմ եթե մարդկանց եւ երեշտակների մեններ խոսեն, բայց սեր չունեն, ես եւ այդ ցայնանով տվինց կամ ինչի խոսած։ Նմանվում է վերհատ ասենք գործիքի, որ նվագում է, որ ոչ մեկ օգուտ չի տալիս այդ մարդուն, ես նմանվեցա դրան։ Եթե բացարձակ օգուտ չի պետք ասում։ Եվ եթե մարգարեություն ունենամ, մարգարեությունը գիտենք, որ պարգևներից ամենալավագույն մեծ պարգևներից մեկն է գիտեք երևի,
Եվ եթե մարգարեությունը ունենամ եւ իմանամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտություն մարգարեություն ունենաս, լավ գիտություն ունես, լավ խորհուրդներից տեղյակ ես, ինչ պետք է բավարարես։ Եվ եթե ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ ոչինչ չի։ Նաև ասենք հավատքի բառը, հրաշքագործում, տեղափոխել, աղոտ կրել իսկապես Աստված մի մեծ հրաշք գործում, բայց սեր կա, թե չէ կողմ։ Դրա մեր այսօր ամեն մեկը պետք է մտածի իր մասին։ Այսօր կողքի մարդու մասին, կողքի մարդու ներսը դու չես իմանում։ Մենակ Աստված գիտի քո ներսը, մեկ էլ դու գիտես։ Վերջ, կողքի մարդը ինչ գնահատական էլ որ տա քեզ, դա սխալ կլինի։ Այսօր դու ես քեզ գնահատական տվող նայում ես Աստծո խոսքին, եւ Աստվածը քեզ գնահատական տվող, որ դու իսկապես որ ամեն ինչ մեջ ձգտում ես, ամեն ինչ մեջ իսկապես արթուն ես, ամեն ինչ համարում ես, որ Աստծո դրանց դուրս եկած խոսքը ինձ պետք է որ ես սրա մեջ ապրեմ, սա ասենք հոգևոր մարդուն ուղղելու, հոգևոր մարդուն աճեցնելու բառն է։ Բայց մենք կարդում ենք միասին ենք կարդում, բայց բոլորը դեպի ես են, ամեն մեկը դու գիտեմ 100 անգամ, 200 անգամ, դեշկան կարդացել եք։ Ուրեմն կարդալ անցնելը ուրիշ է, կարդալ ու ես ամեն մի խոսքի մեջ մտնելը, կարդալ եւ հասկանալը որ այսօր եթե ես ունեմ մի շնորհք, դրան չպետք է բավարարել։ Ուրեմն Աստված ինձ շատ բան ասում որ ամեն ինչի մեջ ես պետք է համոտ լինեմ։ Ոչ թե մի բանի մեջ լինեմ ասուն հաճելի դրանով բավարարելու չէ։ Եվ եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Մինչև անգամ եղած չեղածից եթե աղքատներին տաս եւ եթե պահը գա հասնի որ պատրաստ լինես մարմինդ էլ այրվելու տաս, բայց եթե չկա Աստվածային սեր այնտեղ, դու ոչինչ օգուտ չես ունենա։ Չպետք է մտածես, հա ես sense դժվարության մեջ ասու կամ համազայն ես հոժարվեցի որ ինձ կրակի մեջ գցեմ ոսոս ետրակից հագապետնակովին։ Ես հոժարվեցի դրան, բայց եթե սեր չունես, բացարձակ ոչինչ չես։ Եվ ստե սիրում ասեն ներկայացնում է որ սերը ինչ հատկություններ ունի, որ մարդը իր անձը քննի։ Որ Աստված ինձ ասում է, սերը երկարություն պետք է հասկանալ։ Սերը քաղցր է, սերը չի նախանձում, չի բամբասում եւ այլն։ Այսինքն ես կարդալով հանդերձ ամեն մի խոսքը, եթե ես կարդում եմ, ես վերագրում եմ իմ վրա այս խոսքը, ասեմ ես դրա մեջ պակաս եմ, թե սրա մեջ հարատևում եմ, թե ձգտում եմ սրա մեջ, թե ուշադրություն չեմ դարձնում։ Այդ արդեն քո ֆունկցիան է։ Այդ կողքից ոչ մեկը քեզ չպետք է ստիպի ու տրամադրի, որ դու այդպես լինես անպայման։ Այդ քո հավատքից ելնելով այդ քո ֆունկցիան, որ դու պարտավոր ես քննես քո անձը գերվածով եւ քննելով հանդերձ տեսնես Աստված ինչ ասում է, այդպես անում։ Ասում սերը երկայնամիտ է, քաղցր է։ Սերը չի նախանձվում, չի գոռոզանում։ Մեկ ասում է, եթե կա այդ Աստվածային սերը, բարձրավոր այդ նախանձության հաստ չի եկում, բարձրավոր չի գրկռնում, բարձրավոր չի հպարտանում, եթե կա այդ սերը։ Բայց այսօր հնարավոր որ մարդկանց մոտ լինի բավականին ասենք լավ վիճակ, բայց եթե կա հպարտություն, կործանալ այդ մարդը։ Հպարտությունը այսօր գիտեք շնորհ։ Ամբողջ աշխարհում մեկ ոնց որ հպարտության բայրը ուշադրություն չեն դարձնում այդքան։ Սա նայում են մարդուն հնազանդ եղբայր, հնազանդ քույրիկը, լավ է խոսում, լավ է կարծում, բայց եթե հիշես, հետ դառնաս այն սկզբից գաս, որ Սատանան իր մտքի մեջ ոչ թե արտահայտվեց, իր մտքի մեջ հպարտացավ։ Եվ Աստված խփեց թափեց մտության մեջ։ Ուրեմն տեսնում ենք, որ հպարտությունը բավականին վտանգավոր բան է, բայց այսօր հավատացյալ ժողովուրդը դրա վրա կարծես ուշադրություն չեն դարձնում։ Այդ մեծամտությունը, այդ հպարտությունը, այդ ինքիրան բարձրացնելը չի լրփանում։ Բարձր է, եթե ցանկացած մի հարց եղավ,
ոչ թե պետք է բորբոքվես, ես կատում ես հասնես ես ինչ աշխանի, ասպա չի իրական։ Իրը չի որոնում։ Այսինքն ոչ թե հոգևոր մարդը մենակ մտածի իր մասին, թե կողքի մարդը ինչ ավելի է, այլ իրը չի որոնում։ Ոչ թե մենակ իր մասին մտածում, այլ մտածում բոլորի։ Եսի վերաբերում է ցանկացած հավատացյալ մարդու, ոչ թե մենակ եկեղեցուի, որ մարդը իսկապես ոչ թե մենակ իր մասին մտածի, ոնց որ Ֆիլիպպես ստղերում ասում է, նաև շեշտում է, որ ընկերուշ բանի մասին պետք է մտածես, ոչ թե մենակ մտածես քո մասին։ Չի գրգռվում, չարը չի որոնում, չարը չի մտածում ներողություն, չար բան չի մտածում, ասենք շատ հարցեր անում, մենք հավատացյալներս ասենք, կարող են ես պահել, մեր նկատմամբ մի չարություն են անում, մեր նկատմամբ վատություն են անում, ասոր մեր մտքով ասում է, Տեր Աստված, դու տեսար ինչ արես էլի, մի հատ դրան, ոնց որ հախիսկ ես, մի հատ դրան, մի հատ պատժ ես էլի, տեսար ինչ արես քո զավակին, չարը չպետք է մտածես, Աստված գիտի ինչ պիտի անի։ Մենք ոնց որ ասենք նման դեպքում դու Աստված են, ոնց որ Աստծուն ուղղություն ցույց տա։ Տեր Աստված, այս մարդը իր անհավատությունից ելնելով քեզ հայոյեց, հավատացյալը նաև նկատմամբ այս շարություն արեց, դու տենում ես Տեր Աստված, դու հատուցումը տուր դրան, շուտ արա։ Ուրեմն Աստված չի իմանամ, թե երբ հատուցումը տա ինչ անի, մենք պետք է ասում ասենք, հա։ Այսօր մենք ասում ենք մեր վիճակի համար։ Իմ վիճակը այն է, եթե ասենք ես գորոզացած եմ, ես իմ վիճակ պետք է ես ասում ասեմ։ Են մեկը հպարտապատ իր վիճակը ասում ասի։ Ում մոտ ինչ թերություն պատասխան կա, ինքը պետք է սրտանց հավատքով հասկանա, որ եթե դու խնդրում ես Տիրոջը, հավատքով եթե խնդրում ես, ամեն ինչ պետք է անես։ Աներավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հերբարդից։ Աներավության վրա չի ուրախանում, աներաբաներ են լինում, փորձանքներ են լինում մարդկանց հետ, տարբեր վիճակներ, ոչ թե պետք է ուրախանաս, որ դրանք թշնամի են Աստծուն կամ քեզ, ուրախանաս նրա համար, չէ, դու պետք է ուրախանաս ճշմարտության հետ, քո ուրախությունը պետք է Քրիստոսի հետ լինի։ Այդ ուրախությունը քեզ արդեն տրված է։ Այս ուրախության մեջ եթե կաս ինքնով զով, աներավություն կլինի, հանցանք կլինի, ով ինչ կանի, երբեք օրը չի հասնի, որտեղ դու կհասկանաս, որ հակառակորդը Սատանան վերցրեց այս խեղճ մարդուն օգտագործեց սրա մեջ։ Ոնց կարող պատահել վերցվեց ատելության նրան, որտեղ հասկանում ես դրա աղբյուրը որտեղից էր, որտեղից այս մարդը չարություն արեց, հասկանում ես, որ բան սարկում վերցրեց այդ մարդուն, որը որ տկար էր, թերի էր, որը որ կայուն չէր, վերցրեց օգտագործեց։ Եթե դու հասկանում ես, ինչ ես դրան ատում, հակառակ որդորի, հակառակ աղոթքարը, հակառակ արձերի, ինչ հնարավորություն ունես արա, որպեսզի մարդը ապաշխարի եւ փրկություն ունի։ Ամեն բանի դիմանում է։ Եթե սիրում մեջ ես ապրում, ինքնով զգով, ինչ է որ եղավ երկրի վրա, ամեն բանի դու հույսը տնվես ասուրը դիմանում ես։ Մեզ վիճակները, որ առաջացավ աշխարհում մեկ սեն Սատանան, իհարկե Տերը թույլ տվեց Սատանան, որ սա շարժում մարդկանց, մենք հավատում ենք, որ ամեն ինչ ասում ձեռն է։ Ոչ թե մենք ասում ենք ծայրահեղության, ոչ թե մենք սկսում ենք տրտմել, մտածել, վայ կինաս ոնց կլինի, վայ հանկարծ չկա մեզի հասնի, վայ հանկարծ սենց չլինի։ Եկեք հասե Տիրոջ մոտ, պետք է դաս կեն ավելի լավ։ Հենց չես ես քեզ կուտրում։ Ամեն բան հավատում է, այսինքն ինչ որ կա ամբողջ Աստվածաշնչում, չես անտեսում, բոլոր գրվածին դու հավատում ես։ Ինչ որ կա ասում բերանից դուրս եկած խոսքերը, հավատում ես, որ դա Աստված է գրել քո փրկության համար, Աստված է հնարավորություն ստեղծել, որ այս խոսքը հասնի քեզ ամեն բանի հավատում ես։
Հիմա դե շատ մարդիկ կան, մենք գիտենք, որ ավետարան են կարդում, որտեղ որ իր ձեռնատու է, այդտեղ նշում է, իր ձեռնատու է։ Ամեն բանի դու պետք է հավատաս։ Ամեն բանի դու պետք է իսկապես ենթարկվես, որ Աստված ասում է։ Ոչ թե քեզ հաճելի համարներ տնես կարմիր գրիչով ներկես, որ էսի շատ լավ է սպասի։ Ամեն բանի մար հույս ունի, ամեն բանի համբերում է Տիրոջ։ Այսինքն Աստված ամբողջ գրքում ես որ խոստացել է քեզ կյանք տալու, խոստացել է քեզ երկրի վրա պահել մինչև անգամ, եւ դու հավատում ես դրան, համբերում ես, հավատում ես եւ համբերում ես։ Մենակ հավատալը շատ քիչ է։ Շատ հարցեր կա, որ մենք շատ դեպքում ներկայացնում ենք միայն հավատք է։ Հակոբոս Արաքյանը ներկայացնում է, դևերն են հավատում եւ սարսափում են, նրանք փրկություն չունեն։ Պետք է հավատաս ու համբերես։ Պետք է հավատաս ու ընդունես, որ իսկապես Աստված քո համբերությունով քեզ պետք է հասցնի վեր Երուսաղեմ։ Սերը երբեք չի վերջանում։ Հասարակական վերցնենք, հեռու չեթանք, վերցրեք ու քեզ անստանած երեխուն։ Քանի տարեկան է քո երեխան, դու նրան սիրում ես։ Այն է շուտ ասեք եկավ, այդ 20 տարեկան գնաց բանակ եկավ, վերջը չես սիրում։ Առավել ևս հասենք Աստծո ներկայացնում, եթե կա աստվածային սեր, դրան վերջ չի կարող լինել։ Ինչ ձևի պայմանների մեջ էլ ապրես, թե դժվար, թե հեշտ, թե փառավոր պայմաններում, սերը երբեք քո միջից մեկը չի կարող հանել։ Սերը երբեք չի վերջանում։ Նույնը հակառակ սերը եթե դա ավելանում է եւ ոչ թե պակասում։ Եթե մարգարեություններ կան խափաններ։ Մենք սետ 12-րդ գլխում էլի կարծացինք պարգևների մասին, ըստեղ նորից դիպուկ Պողոսարացյալը շեշտում է։ Եթե մարգարեություններ կան, որ ամենաբարձր պարգևներից մեկը, այս էլ պետք է վերանում, խափաններ։ Եթե լեզուներ կլռեն, երկնքում այդ լեզուները պետք չի որ մեկն թարգմանի։ Եթե գիտություն կխափանվի, փառք անգամ երկրի վրայի գիտությունը սերից է պետք է վերջանա։ Աստվածային գիտությունը, որ մենակ մնում է, իսկ այն գիտությունները դրանք բոլորը խափանվող վերածող բաներ են։ Աստվածային գիտությունը ունենալու հանդերձ դու եւ սիրո մեջ կապրես եւ կհամբերես, որովհետեւ Աստված քեզ խոստացել է այն կյանքը տալը։ Որովհետեւ փոքրի շատ է գիտենք։ Եվ փոքրի շատ է մարգարեանում։ Շատից քիչ ասма գիտենք, շատից քիչ մարգարեանում։ Ասենք այն որ կա ամբողջություն է, վերցնենք 100%-ը, մենք մի տոկոսը հասկացել ենք, շատից քիչ ենք հասկացել։ Շատ բաներ կա, որ դա չենք հասկացել, շատից քիչ ենք հասկացել, բայց կգա ժամանակ, որ այն շատին էլ պետք է տեղյակ եթե արժանացար Աստծո թակավորության, պարզ այն շատի պետք է տեղյակ ասում, որտեղ փոքրի շատ է գիտենք եւ փոքրի շատ է մարգարեանում ենք։ Բայց երբ որ կատարյալը գա, այս փոքրի շատ են կխափանվի, փառք Տիրոջ։ Հիսուսի գալստյան ժամանակ բոլոր պարգևները, ինչ որ մի փոքր տեղյակ եք, մի փոքր գիտեիք, դրանք հեչ կլեն, արդեն քո անմիջապես շփումը Քրիստոսի հետ է, ամեն ինչ այն ժամանակ սես պարզ երևում է, թե Աստծո ծրագիրը քո նկատմամբ ինչ էր, որ դու հասար ընդեր, որ Աստված քեզ պատրաստել է այդտեղ մտնելու։ Երբ որ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Երբ որ փոքր էի, երեխու պես էի մտածում։ Փոքր հասկացություն չի նշանակում փոքր երեխա, հավատքի մեջ եթե փոքր էիր, հլա ոնց որ մատները արանքորին, լավ չէի հասկանում, բայց երբ որ հմուտ դարձար Աստծո խոսքի մեջ, երբ որ
իսկապես նվիրվածն է ընդունեցիր ասու խոսքը, այս մասին է ներկայացնում։ Որովհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմադեմ, հիմա փոքրի շատ եմ տեղյակ, բայց այն ժամանակ այնպես կգիտենամ, ինչպես գիտեցված եմ։ Ուզում սրա վրա մի փոքր ուշադրություն դարձնենք, բայց այն ժամանակ ասում է, ինչպես որ Աստված ինձ ճանաչել է, ինչպես գիտեցված եմ, այսօր պետք է ես մտածեմ։ Ես այսօրվա վիճակով ասենք նվիրված այս կյանքը ապրում եմ և գիտեմ, որ Աստված տեսնում այս կյանքին։ Գիտեմ, որ Աստված տեսնում է։ Աստված գիտի ճանաչում է։ Քո արտաքին ցույց տալը, արտաքնապես անելն ու ապրելը սա ուրիշ բան է, բայց ներքնապես իսկապես որ դու Քրիստոսի մեջ ես, Քրիստոսի հետ ես, քո սերը, քո հավատքը իսկապես հենված է միայն Աստծո խոսքի վրա, ես հիշեցնում Աստծո խոսքը ասում, որովհետև հիմա հայելու մեջ օրինակի ամեն տեսնում, բայց այն ժամանակ դեմադեմ, հիմա փոքր է շատ եմ տեղյակ, բայց այն ժամանակ այնպես կտեղեկանամ, այսինքն ինչպես գիտեցված եմ, Աստվածանից ինչպես ճանաչված եմ։ Սա շատ առիթանում ասում ենք, մարդիկ ասում են, ես ասում եմ գիտեմ ճանաչում եմ, բայց Աստված կեր ճանաչում է։ Դու երբևիցե չես մտածել, եթե դու ասում ճանաչում ես, գիտես որ կա Աստված, կա փրկություն, քո քայլերը, քո ընթացքը երկրի վրա, դու ասում ճանաչելով անկեղծ Աստված կեր ճանաչում է, թե չէ։ Թե այն ժամանակ պետք է ասի ինձանից դեն գնացեք ու անարարություն ես ես բնավ չեմ ճանաչում։ Այսինքն ինչ է կատարում, որ այս ժամանակ, երբ որ հավաքվում էին, չէ որ հրապարակներում, չէ որ սենց, չէ որ մարգարեաց, ճիշտ էին ասում։ Բայց դրա հետ միասին հայավաներություն էին ուտում։ Գնացեք ես ձեզ չեմ ճանաչում։ Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, այս երեքը։ Եվ սրանցից մեծը սերն է քարտիոչ։ Սեր մնում է, որ պետք է հավատաս, հավատալով հանդերձ հույսը տնես լիովին Աստծու վրա, և եթե հավատացիր կատարյալ հավատք ունեցար, հույսը ոչ թե փողերի վրա ես դնում, ոչ թե քեռուդ պաշտոնի վրա ես դնում, այլ հույսը դնում ես Աստծու վրա։ Եվ այս դեպքում այս սիրո մեջ պետք է առաջնորդվես և ամենամեծակները սերն է։ Այս վիճակ, որ առաջացավ, շատ մարդիկ շատ բաներից տեղեկացան։ Հացավետարում շեշտում է, որ ասենք փրկության պահը երբեք հնարավոր չի, որ հարուստը գաղունա իր հարստությունը փրկություն ունենա։ Այս վիճակը, որ եղավ, մարդիկ տեղեկացան, միլիարդատեր մարդիկ իրաց միլիոներ են թափում, միլիարդատեր մարդիկ մեռնում եթում են, ոչ մի ձև, որ դե ձեռները գցում են օգուտ չկա, հասկացան, որ իսկապես փողը այսօր քեզ ձյանը չի տալիս։ Փողը այսօր չի կարա քեզ փրկի, ոչ կորնա գրիպայից ինչ է սրանից, ոչ էլ դժոխային կյանքից։ Այսօր քեզ փրկողը դու առաջերտին պետք է նվիրված քայլես Աստծո խոսքի մեջ, ես հետ միասին քեզ փրկող Աստված է։ Ինչքանով ես հավատում, ինչքանով ես հույսդ լրիվ դնում Աստծո վրա, ինչքանով քո սերը կատարվում։ Բոլորը հավատում են Աստծո, բայց ամեն գործի մեջ, ամեն ժամանակ, ամեն ինչի մեջ հույսը Աստծո վրա են դնում։ Թե մարդը շատ ժամանակ իր կարողությունը օգտագործում, ասում է սենց անում ճիշտ կլինի, անում է, տուժում է, փոշմանում է, վերջապես։ Դրա համար հոգևոր մարդունեցի Աստված հասկացնում է, որ իսկապես պետք է հույսդ լիովին դնես Աստծո վրա, պետք է հավատաս Աստծուն, լիովին հույսդ դնես Աստծո վրա, եւ այդ սիրո մեջ քայլելով անդերձ, բարձրավար դու դեռ սխալը չես լինի։ Տերը թող օգնի մեզ Աստված ու առաջնորդի ամեն ինչում իրեն փառք բերելու համար։